Երկաթուղու մասին խոսակցությունը այս հայկական մասնաճյուղի էլի բացառապես կոնցեսիոն կառավարմանն է վերաբերվում ուրիշ ոչ մի բանի կոնցեսիոն կառավարում հիմա պարզ է որ Հայաստանի Հանրապետությունում ես դա պաշտպանում եմ ինչքան էլ Ռուսաստանի դավադրությունները գիշեր-ցերեկ տեսնելով ուրեմն հարցերը լուծել համախոհության շրջանակներում ես ինչպես հասկացա վարչապետի առաջարկ հետևյալն է դուք չեք կարող կառավարել կամ չեք ուզում չեն ուզում բայց չեն կարող կառավարել դուք գումարներ չունեք դուք ոտից գլուխ թաթախված եք կոռուպցիայի եւ հանցագործությունների մեջ որ հիմա երկաթուղու այդ համսխան բաները ստուգեն 1000 բան կգտնեն ընդ որում ասում են քրեական գործերը կան հարուստ դա տեսեք ես տեղյակ չէի բայց այսինքն Եվան էս տեսակետով բայց այդ բարագայում դուք գտեք կամ հուշեք մի բարեկամ երկիր ձեր փոխարեն որը ձեզ համար ընդունելի է մեզ համար ընդունելի է որտեղ մեր համար երկրի ուրեմն թրիփի աշխատեցնելն է երկրի վերակառուցումն է եւ այլն հիմա քանի որ ես վարչապետ չեմ շարունակեմ հա եթե դուք այս հարցերը չկարգավորեք մենք ձեզ կոնցեսիոն իրավունքից կզրկենք չենք նայի հազարավոր դարվա բարեկամ եք որպես դավադիր թե իսկապես անկեղծ բարեկամ եք բարձ է ուրեմն այդ ճանապարհը ճիշտ ճանապարհ է Ռուսաստանի հետ հարաբերության մեջ ինչպես ով կլինի այդ բարեկամ երկիրը ես ասեմ ձեզ ոչ մեկը որտեղ ամեն երկիր ինքիր բոյն ու քաշն ունի եւ ռուսի խաթեր չէ որ գալու են բայց եթե ռուսական ջամբարից է եթե հիմա դուք էլ նայեք ռուսական ջամբարում քանի երկիր կա որը կանի խնդիր չի այսինքն այստեղ հակասություններ չառաջացնելու ձգտումն իմանալով հենքը որն է հարցի ուրեմն հիմա բայց ես ինչ կանեի ասենք ենթադրենք ես եմ տնօրենում այդ հարցը հարցադրումը պաշտպանում եմ Ռուսաստանը ինքը ուրեմն տնտեսական աղետի է գնում դա ես չէ որ ասում եմ հիմա ակնհայտ է եթե 2-3 տարի է առաջ էին ընդվզում էին ռուսամորները հա հիմա չեն կարող բայց ռուսամորյան հարցեր չի այն Կուբրյանսկի վրա ֆռնում են չէ ազատագրել են թե չգիտեմ հսկա Ռուսաստանը երկրորդ աշխարհի երկրորդ հսկա բանակը Կուբրյանսկից դուրս չեկել էս վերջերս այս քանի օրը 200 կիլոմետր ռուսական ուրեմն ուկրաինական բանակները հակահարձակման միջոցով հետ են վերադարձել իրենց 200 կիլոմետր գիտեք ինչի չէ որտեղ ամերիկացիները Starlink-ի ծառայությունից ռուսների ծառայել այն քեզ գերտերություն համաշխարհային իր տանկերի շարժը կախված է այլ պետության տանկերի շարժից ես ասում եմ հայությունը խումարից վերջնական դուրս գա հիմա բայց մենք միջպետական փոխհարաբերությունների իմաստով մեր համար է նշանակություն ունի ով լավ կկառավարի երևի կառավարությունը նաև չափորոշիչներ կասի որ սրանք էսպես պիտի լինեն եւ ռուսները այստեղ ոչ խաղացնելու տեղ չունեն եթե ասում եք դուրս եկեք են կան մեր մոտ շուտ արեք բան այդ դեպքում առաջանում են բաներ որոնք որ կարիքը չունեն մենք ոչ թե հակասություններ առաջացնելու դրանք հերոսաբար հաղթահարելու խնդիր ունենք այն երկիր վերակառուցելու եւ երկաթուղին աշխատեցնելու այնպես ինչպես կա այնպես որ երկրները կարող են լինել Չինաստանը որ չեմ հավատում բայց կարող է լինել Ղազախստանը կարող է լինել օքեյ նորմալ է ինձ համար նորմալ է ասում են Ղազախստանը եթե հարավային թուրքալեզու ինչ որ սարքել են կներեք մի բառ ասեմ թե թքած էլի է թուրքալեզու թուրքը եւ այլն Այն ձեր ողերին բարեկամից գեշ թուրք չկա էլի հերիք է այդ բաները ձեզ չեմ ասում էլի այդ հանրության տրամադրություններն են ձեզ փոխանցում ռևանշիստներին աս ձեր քարոզչա միջոցները հնացել են ինչպես դուք դարերի Սուլտան Համիդի ժամանակներից նույն բառերն է կրկնում եւ այլն էլի ուզում եք նոր այդ խոսույթի մասին հատուկ հաղորդում տանք թե դրանց տակ ինչ կա ուրեմն դա այդպես թուրքալեզու են ինչ է բայց բանի բենզինի էժանացում եւ ցորենի էժանացում եկավ Ղազախստանով, չէ՞։ Լարսը ինչու չեն փակում ռուսները։
որովհետև ճանապարհ կա արդեն։ Հիմա դա թուրքական ճանապարհ է, թե Զանզիբարի ճանապարհ է, թե Վենեսուելայի է։ Մեզ ի՞նչն է հետաքրքիր։ Ռուսների համար մեռնելը, թե մեր պետական շահերը եւ մեր երիտասարդ ցերնտի կյանքը այսպես բան անել, պահելը կրթության եւ այլն մինչեւ հզորանակ եւ դրա համար կարծում եմ դա արդեն ժամանակավերև է, իրենք իրենց խոսույթը պիտի փոխեն, բայց խոսույթը որ փոխեն, պիտի անցնեն Հայաստանի պետական շահերի պաշտպանության, եթե ռուսները կսպանեն իրենց, այսինքն ստե իրենց հակասության մեջ է, դա անցյալի Հայաստանն է, ինչ որ մենք տեսանք այս բաներով, վերջը, ուզում եմ ասել, որ այնտեղ կարող է Ղազախստանը լինել, հա կարող է Հարավային Կորեան լինել, ինչ եղել, որ օրինակ Թայվանը թող լինի, ես առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության իշխանություններին Թայվանին դիմել, ինչու, որովհետև չիպերի երկիրն է, Հայաստանն էլ թռիփով դառնում է չիպերի երկրորդ Թայվան, այսինքն հիմա խնդիր լուծելու մեջ է, ոչ թե բանի, Պարզ չի, որ հաջորդ լինելու, հո մենք չենք սպասելու, իրենք վերջնականորեն որտեղ կջախջախվեն եւ կպարտության պայմանագիր, իրենք պարտության պայմանագիր են ռուսները կնքելու, վարիանտ չկա։ Բանը Եվրոպացի Մյունխենյան համաժողովի ելույթները նայեք եւ ուզում եմ ասել հարցը այսպես է, ես կարծում եմ, որ այդ ճանապարհը ճիշտ է, չհակադրվելով, բայց արդյունավետ հարցերը լուծելով։ Վարչապետը շեշտում է բարեկամորեն այս ամենը։ Դե դա ինքը վարչապետը, ես վարչապետ չեմ, էլ ես կարող եմ ասել ոխերին բարեկամ, ինք կարող ասել ջեր բարեկամ, էլի։ Հիմա դա տարբեր է, էլի խոսույթը եւ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ընկալումներ բոլորովին ուրիշ են։ Շատ հարցերի վերաբերյալ լինելով համագործակցության եւ այլն մեջ։ Այնպես որ կարծում եմ, որ ճիշտ ճանապարհ է ով կարող է անել, Իրանը կարող է անել, Իրանը փող ունի այս վիճակում եւ այսպես բարձր չէ բայց Իրանի ձեռք է տալիս մտնել այս խաղի մեջ հենց այդ կարգավիճակով կյանքը շատ փոփոխական է, այդ մեր ուղեղն է, ինչ ասեմ, մենք 30 տարի եւ դրանից ավելի, հա, առաջինը մեր ուղեղն է բլոկատայի ենթարկված եղել, հետո նոր երկիրը, դուք հիշում եք հաստատ, որ ես 15-4 թվերից պնդում էի, որ Քուրարաքսյան Հայաստանը պիտի ստեղծվի, գեշեք, ու կռիվ էի տալիս, ինչու, որտեվ ասում էի աղետ է լինելու, հիմա ես աղետապերներ ընտեղ կռիվ էին տալիս դրա դեմ, ինչ որում ձեզ մեղադրում էին, որ քննադատում էին, որ անիրատեսական ինչ-որ անիրատեսական, բայց հիմա իրատեսականով դուրս եկավ իրենք հայրենա, որ համագործակցեցին ռուսների հրամանով ուրիշների հետ Արցախը հանձնելու համար, իրենք են արել, Ղարաբաղյան կլանն է պատասխանատու լայն իմաստով, այս բոլորի համար, հիմա ժամանակներն անցել են, մենք պետության հարց ունենք, շատ ենք առաջ գնացել, այդ տարիների մեկը մտածեր Ամերիկան կարող է թրիփով կամ ինչ-որ ներկա լինել Հայաստանում, բացում են 102 ռազմաբազան, հիմա պարզվեց, որ կյանքի ցույց տվեց, որ եթե վարպետ եք գործնանում, այսպես ասեմ, քաղաքագիտությունը, եթե դուք ընկալում եք ոչ միայն գիտելիք ընկալում եք, բայց որպես մենեջմենտ, որպես վարպետություն, որպես արվեստ, ասենք ինչպես Կորիֆեյներն են ցույց տալիս, ասենք Մաքիավելի, ուրիշներ չասեն, իրական է դա, չէ, ինչպես քաղաքականությունը հասկանում էր Չերչիլը եւ այլն, այս հարցերը լուծել են, հիմա հարց եմ տալիս, այդ 102 ռազմաբազան էստեղ, Երևանին էլ հետը, հիմա Ամերիկան ներկա է Հայաստանում, թե չէ, ներկա է թե չէ, հիմա քարացած ուղեղով ես բթամիդներ, որոնք կողոպուտի մասնագետներ են, ես չեմ էլ վախենում ասել, մի մասը ռուսական կրթյունով, ռուսի հոգով, ձեզ համար տարօրինակ չի, Երևանում մեծանում են ռուսական դպրոց հաճախելով, ես ինչի համար է նա աճեցրել, բայց պիտի մեր հայրենագիստերին ասի, որ աշխարհում է, լսեք, գնացքը գնացել է, դուք հիշեք, մի դրվագ ասեմ, երբ որ Աֆղանստան սովետական բանակը մտավ, Ամին էր իրենց նախագահի, թե պետության ղեկավարի անունը Ամին էր, դիտի Ամինը հիշում եմ լավ, Վինբեր կամ այդ ինչ մի խումբ կար էլի, KGB-ի հատուկ խումբեր, հատուկ ծառայություններ, հիմա կա, այն նարնջագույն թե ինչ բերետավորներն են, դրանք մտան մարդուն բարեկամ երկիր, իրենց բարեկամներ, և խեղտեցին, սպանեցին, գիտեք,
Ռուսները սպանեցին իրենց բարեկամին։ Եվ ինչ եղավ, մեծ սկանդալ եղավ, հետո պատերազմ եւ այլն իշքան զոհեր։ Հիմա ամերիկացիք ինչ արեցին, մենք տեսել ենք, չէ, ինչ որ կադրեր ցույց են տվել, ուրեմն նախագահ Ամերիկայի բանը ես փոխնախագահի կարծեմ եւ Ռուբիոյի հետ նստած են էկրանի մոտ երևի դարեջուր են խմում ու նայում են թե ամերիկյան հատուկ ջոկատայիններ ինչպես է գողանում Վենեսուելայի Մադուրոին, դա Պուտինի բանն է, Պուտինոիդ է, ամուս կնոջ հետ բերում վերջացավ, ոչ սպանություն, ոչ բան, ոչ տեղեկություն, մի քանի ուրեմն կուբացի հարիվա ինտերնացիոնալ պարտկատարելուց զոհվել են, բերին թաղեցին։ Որակը տեսնում եք, աշխարհը փոխվել է, այնտեղ արնահեղությամբ իրենց բարեկամին խեղդեցին, նույնն էլ արել են Բաբրակարմարի հետ։ Ես ասում եմ Ղարաբաղյան կլանի համար, եթե իրենց 8 հոգու ընկերների, հա, բանը ճակատագիր իրենց հետաքրքիր չի, իրենց ապագայի իմաստով։ Ուրեմն հիշեն դրանք, ռուսներն այդպես են աշխատում եւ իսկ նրանք վերցրին տարան, հիմա ոչ աղմուկը, ոչ աղմուկը եւ Վենեսուելան երևի թե չգիտեմ ինչ։ Ուզում եմ ասել, մենք պետք է քաղաքականությունը հասկանանք պատմագիտության ճշգրիտ իմացության, գիտելիքի, Հայաստանի պատմության, Հայաստանի եւ ոչ ռուսների կողմից թելադրած այս հայ ուրեմն պատմատգետների մի շերտի ստեղծած են պատմության, որը սպասարկել է Մոսկվայի շահերը եւ բանը ընդ որում վիրավորելու համար չեմ ասում, բայց եթե վիրավորում են իրենց գործն է։ Ուրեմն մենք պիտի իմանանք դա, երկրորդի մեջ նաեւ հասկանանք, որ քաղաքական գիտություն մենեջմենթը բարձրագույն արվեստ է եւ բարձրագույն տեխնոլոգիաներ են, էլի, եթե այդպես չենք հասկանում, որի տակը միտքն է։ Եթե երկրի ղեկավարի միտքը ճկուն չեղավ, կանգնել են Սուլտան հասկացանք Սուլտան Համիդը, բա Սուլտան Սազոնովը, բա Սուլտան Նիկոլայը, հարիվ չէ։